ինքը բավականին ծանր ապրում է ըստ էության եւ հույզերի մեջ ամենակործանարարն է եւ ամենա պաթոլոգիաներ կամ կլինիկական հիվանդություններ առաջացնող զգացումն է, որովհետև սա ուղղված է ամբողջական մարդու եսին։ Նույնիսկ տեսեք, այս զգացումը մարդիկ ունեն տարիներ շարունակ իրենց մեջ պահած, ամաչում են սրա մասին նույնիսկ խոսել, որովհետև ամոթը այնքան ուժեղ է, այնքան տրավմատիզացված է իրենց կպած, նույնիսկ խոսելուց են իրենք ամաչում։ Դա արտաբերելն է դժվար եւ սովորաբար թերապիայում էլ է այդպես, երբ որ անձը գալիս է եւ ունի թաքնված ամոթ, որի մասին ինքը չի ցանկանում խոսել կամ չի ցանկանում դուրս բերել, մենք պետք է ստեղծենք համապատասխան միջավայր, որ ինքը կարողանա առանց ամոթ ստեղծելու միջավայրի դուրս բերել իր ներքին ամոթը աստիճանաբար։ Եթե նույնիսկ թերապիայի ժամանակ մենք աշխատանքի ընթացքում ասում ենք, կարծես մի բան է, որը որ ամոթ է առաջացրել, շատ վտանգավոր արտահայտություն է։ Կրկին մարդուն ստիպում ենք ամոթ զգալ, որը որ իր համար շատ կործանարար է։ Եվ տեսեք, շատ դեպքերում այս ամոթի զգացումը այնքան անտանելի է, որ մարդը ամբողջապես փորձում է մերժել։ Չի փորձում եւ ուժը չի ներում դեմ առ դեմներ հայել եւ տեսնել իր սեփական թերությունները կամ այն զգացողությունը, որը որ ինքը ապրում է։